Հայաստանի ընտրական համակարգի շուրջ քննարկումները վերջին շրջանում նոր թափ են ստացել։ Խոսքը վերաբերվում է այն նախաձեռնությանը, որը նախատեսում է փոփոխություններ ընտրական օրենսգրքում, մասնավորապես ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պայմանների մասով։ Այս թեման արդեն դուրս է եկել մեր ներքին քաղաքական շրջանակներից եւ դարձել է նաեւ միջազգային քննարկման առարկա։ Պատճառը ոչ միայն օրենսդրական փոփոխությունների բովանդակությունն է, այլ նաև այն արձագանքները, որոնք հնչում են տարբեր արտաքին քաղաքական դերակատարների կողմից։ Վերջին օրերին այդ թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, իր մեկնաբանություններում համեմատություններ անցկացնելով նաև այլ երկրների փորձի հետ։ Ըստ հրապարակված տեղեկությունների, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ Ալխազ Ղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը մշակել են օրինակից, որը վերաբերում է ընտրություններին մասնակցելու կարգի փոփոխությանը։ Նախաձեռնության առանցքային կետերից մեկը բնակության պահանջի ներդրումն է ընտրական գործընթացներին մասնակցելու համար, այսինքն քննարկվում է այն մոտեցումը, ըստ որի ընտրական իրավունքից օգտվելու համար քաղաքացին պետք է բավարարի որոշակի բնակության չափանիշներ։ Նման փոփոխությունները, ըստ պաշտոնական բացատրությունների, կարող են ուղղված լինել ընտրական գործընթացների կազմակերպման հստակեցմանը եւ մասնակցության մեխանիզմների կարգավորմանը։ Միևնույն ժամանակ այս թեման առաջացրել է քննարկումներ հատկապես այն հարցի շուրջ, թե ինչպես կարող է ազդել Հայաստանի քաղաքացիների, այդ թվում արտերկրում բնակվողների վրա։ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Սփյուռքի դերը։ Տարիներ շարունակ քննարկվել է, թե ինչ ձևաչափով եւ ինչ պայմաններով պետք է արտերկրում բնակվող քաղաքացիները մասնակցեն երկրի քաղաքական գործընթացներին։ Այս համատեքստում ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունները դարձել են զգայուն թեմա, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են այն քաղաքացիներին, որոնք ունեն հայկական անձնագիր, բայց բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Քննարկվող տարբերակների շուրջ հիմնական մտահոգություններից մեկը հենց այն է, թե արդյոք նման պահանջները կարող են սահմանափակել նրանց մասնակցությունը ընտրություններին կամ հանրաքվեներին։ Այս ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանում քննարկվող օրենսդրական նախաձեռնությանը։ Նրա խոսքով նման զարգացումները հիշեցնում են այլ երկրների փորձը, մասնավորապես Մոլդովայի իրավիճակը։ Զախարովան նշել է, որ այնտեղ եւս որոշ քաղաքական քայլերի արդյունքում սահմանափակումներ են առաջացել արտերկրում գտնվող քաղաքացիների ընտրական մասնակցության հարցում։ Նրա գնահատմամբ, եթե Հայաստանում ներդրվի բնակության պահանջ ընտրություններին մասնակցելու համար, ապա դա կարող է հանգեցնել այն իրավիճակին, երբ արտերկրում գտնվող քաղաքացիները փաստացի կտրվեն երկրի հասարակական քաղաքական գործընթացներից։ Զախարովան իր հայտարարության մեջ անդրադարձել է նաև Մոլդովայում տեղի ունեցած ընտրական գործընթացներին, նշելով, որ այնտեղ եւս քննարկումներ են եղել Սփյուռքի մասնակցության պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով նման իրավիճակներում հաճախ առաջանում են մեղադրանքներ այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր կամ իշխանություններ սահմանափակում են արտերկրում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքները։ Այս համեմատությունը նպատակ ունի ընդգծելու, որ նմանատիպ օրենսդրական փոփոխությունները կարող են ունենալ ավելի լայն քաղաքական հետևանքներ, քան միայն ներքին կառավարման հարցերը։ Զախարովայի հայտարարությունը միանշանակ չի ընկալվել քաղաքական տարբեր շրջանակներում։ Որոշ մեկնաբաններ դա դիտարկում են որպես արտաքին քաղաքական գնահատական, որը միաժամանակ կապված է տարածաշրջանային զարգացումների եւ տարբեր երկրների միջև քաղաքական հարաբերությունների հետ։ Մյուս կողմից Հայաստանի ներսում այս թեման դիտարկվում է որպես ներքին օրենսդրական գործընթաց, որը դեռ գտնվում է քննարկման փուլում եւ վերջնական ձև չի ստացել։ Այս հանգամանքը կարևոր է, քանի որ օրենսդրական փոփոխությունները սովորաբար անցնում են մի քանի փուլերով՝ խորհրդարանական քննարկումներ եւ վերջնական ընդունում։ Եթե նման փոփոխությունները վերջնականապես ընդունվեն, ապա քննարկման հիմնական կետերից մեկը կլինի այն, թե ինչպես կփոխվի կապը Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Սփյուռքի մասնակցությունը ընտրական գործընթացներին ոչ միայն իրավական հարց է, այլ նաեւ քաղաքական եւ խորհրդանշական նշանակություն ունի։ Այն արտահայտում է քաղաքացիների կապը իրենց հայրենիքի հետ, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք բնակվում։ Հետևաբար ցանկացած փոփոխություն այս ոլորտում անխուսափելիորեն առաջացնելու է լայն քննարկումներ եւ տարբեր մեկնաբանություններ։